Քաղաքացիական հավաքային քարտուղարության Բաղդասարյանի քննության առնում թիվ ՀԿԴ կոտորակ 0224 կոտորակ 02 կոտորակ 23 քաղաքացիական գործ նստացի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ընդդեմ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի եւ մյուսների ապօրինացնող գույքի բռնական պահանջի մասին Դատական նիստերի քարտուղարին խնդրում դատային թվականի ներկայացել դատական նիստին Դատական նիստին ներկայացել են գլխավոր դատահարության ներկայացուցիչներ Նելի Տեր-Թորոսյանը, Աննա Հարությունյանը, պատասխանողների եւ երրորդ անձանց ներկայացուցիչներից Արամ Օրբելյանը, Արտուր Հովհաննիսյանը, Արամ Վարդեբանյանը, Մերի Սաֆարյանը, Նորայր Բադալյանը, դատավարության մասնակիցները ծանոթված են չեն ներկայացել եւ դատական նիստերի դահլիճում ներկա Երևան կետնետի օպերատորը վերջինս ցանկանում է կատարել դատական նիստի տեսանկարը Քանի որ սա միացված գործ է եւ ունենք նոր դատավարության մասնակիցներ, որոնց ինքնության լիազորությունները չենք ստուգել, սկսենք ինքնության լիազորությունների ստուգումից եւ սկսենք հայցվորից հաշվառնելով, որ հայցվորի ներկայացուցիչները առաջին անգամ են այս նիստով եւ նախորդ նիստով էլ երբևէ չեն եղել։ Դիտեցրեցան սկսենք Այո, Ոչ։ Հայերական ներկայացնում են միավորացման քարտը թիվ 212 վկայական, ինչպես նաև անպատասխան հրամանի վարչենը եւ անպատասխան աջակցող դասերի վարչենները Տեր-Թորոսյանների ապօրինացնող գույքի բռնագծման գործերով ակցիոն դատախազ։ Ներկայացվել է հրամանի պատճեն համար 449-ա թվագրված 07-12-2020 թվականին, որով Նելի Տեր-Թորոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինացնող գույքի բռնական գործերով ակցիոն դատախազի պաշտոնում 2020 թվականի դեկտեմբեր 8-ից ներկայացվել է անձնահատող փաստաթղթերի բնօրինակները եւ դրանց պատճենները դատարանների ինքնության լիազորությունները հաստատում են դատախազության մասնավորի ապօրինացնող գույքի բռնական պահանջի մասին օրենքի հիման վրա ձեր անձնահատող փաստաթղթերը վերադարձնում է ձեզ պատճենները կցում է գործին Ներկայացվել է հրամանի պատճեն համար 220-ից-A թվագրված 05-06-2023 թվականին, համաձայն որի Աննա Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինացնող գույքի բռնական գործերով ակցիոն դատախազի պաշտոնի 2023 թվականի հունիսի 6-ից ներկայացվել է անձնահատող փաստաթղթերի բնօրինակները եւ դրանց պատճենները դատանի եւ ըստ ինքնության լիազորությունների հաստատման դատախազության մասին օրենքի եւ ապօրինացնող գույքի բռնական պահանջի մասին օրենքի հիման վրա Պարոն Վարդեբանյան Շնորհակալություն հարգելի դատարան, փաստաբանների պալատի անդամ փաստաբան Արամ Վարդեբանյան, արտոնագիր 1810 Սույն բարույթով ես ներկայացնում եմ նախորդ, այսպես ասած, քաղաքացիական գործից միավորված այս քաղաքացիական գործին, երրորդ անձ ներգրավված երկու իրավաբանական անձանց, Stringforce-ին եւ Space Management-ին Որքանով որ հիշողությունս ինձ եթե չի դավաճանում, լիազորագրերը տրամադրված պետք է լինեն ուժի մեջ, գործող, բոլոր դեպքերում փոխանցում եմ նաև իմ վկայականը եւ արտոնագրի բնօրինակը դատարանին, դրանց պատճենները իհարկե գործում ընդհանուր կան, բայց ներառյալ օրենքության ստուգում է իրականացվում, բոլոր դեպքերում այս բանի տրամադրվում։ Շատ լավ, գործում առկա են երկու լիազորագրեր Տրված Stringforce սպառազինության եւ Space Management սպառազինության կողմից երկուսն են թվագրված 12/02/2024 թվականին, որով որ ընկերությունները լիազորել են փաստաբան Արամ Պողոսի Վարդեբանյանին, հակակոռուպցիոն դատարանում քննվող թիվ ՀԿԴ կոտորակ 0224 կոտորակ 02 կոտորակ 23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործի շրջանակում լինել ընկերության ներկայացուցիչը եւ իրականացնել մի շարք լիազորություններ որոնք որ նախատեսված են լիազորագրում եւ երկու լիազորագրերն տրված են 3 տարի ժամկետով, իսկ ներկայացված են նաև արտոնագրի պատճենը եւ անձնահատող փաստաթղթի պատճենը եւ ներկայացվել են բնօրինակները, դատարան ձեր ինքնություն եւ լիազորությունները եւս հաստատում են ձեր փաստաթղթերի բնօրինակները վերադարձնում են ձեզ կառուցվածքային ձեր տեղը։ Ներկայացեք։ Հարգելի դատարան, ես եւս ինչպես գործընկեր Վարդեբանյանը նախորդ դատական ուրեմն գործից միացել ենք սույն գործի քննությանը իմ լիազորությունները եւս հավաստող լիազորագիրը գործում առկա է ես փաստաբանների պալատի անդամ Մերի Սաֆարյանն եմ արտոնագիրը թիվ 2797 հարգելի դատարան դժբախտաբար ֆիզիկապես ներկա պահին իմ արտոնագիրը եւ անձնահատող փաստաթուղթը ձեռքից առկա չէ սակայն ես կարող եմ ներկայացնել եթե դատարանին ընդունելի է էլեկտրոնային սկանավորած տարբերակ այդ հնարավորությունը ունեմ ներկա պահին միևնույն ժամանակ մյուս դատական նիստով պարտավորվում եմ ներկայացնել Շատ լավ, կասեք, որ ընկերություններին եք ներկայացնում։
Գրիցի ՍՊ եւ fast card-ն եք ներկայացնում։ Fast card-ն եք բայց ներկայացնում։ Լիազորագիր կա fast card-ի կողմից տրված։ Բայց այն գործընկերեր, հան է։ Հա, Կարինեն էր Խումարյան։ Բայց Լավ, ամեն դեպքում դատարանն արձանագրում է, որ գործում առկա են լիազորագիր տրված Գրիդի ՍՊ ընկերության կողմից թվագրված 10/02/2024 թվականին, որով ընկերությունը լիազորել է փաստաբանել Մերի Սաֆարյանին, Մարինե Ղազարյանին, Կարինե Խումարյանին, Հակակոռուպցիոն դատարանում քննվող թիվ ՀԿԴ կոտրակ 0224 կոտրակ 02 կոտրակ 23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործիչ դրական նույն ընկերության ներկայացուցիչ եւ իրականացնել մի շարք լիազորություններ, լիազորագիրը տրված է 3 տարի ժամկետով եւ լիազորագիր տրված fast card ՍՊ ընկերության կողմից, որ ընկերությունը լիազորել է փաստաբանել Մերի Սաֆարյանին, Մարինե Ղազարյանին, Կարինե Խումարյանին, հակակոռուպցիոն դատարանում քննվող թիվ ՀԿԴ կոտրակ 0224 կոտրակ 02 կոտրակ 23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործիչ դրական նույն ընկերության ներկայացուցիչ եւ իրականացնել մի շարք լիազորություններ կրկին տրված է 3 տարի ժամկետով։ Տիկին Սաֆարյան ձեր փաստաթղթի պատճենը ներկայացրել եք։ Այո, Վանգելիական գործի ներկերում արկա է։ Փաստաբանի արտոնագիր համար 2797 եւ ձեր անձնաստող փաստաթղթի պատճենը այո ես տեսա տրված Սաֆարյան Մերիին ամեն դեպքում քանի որ առաջին նիստով է կարիք կա որպեսզի դուք ձեր բնօրինակը ներկայացնեք անձնաստող փաստաթղթի, բայց այսօր ես ձեզ կարող եմ թույլ տալ որպեսզի մասնակցեք պայմանով որ հաջորդ դատական նիստին կբերեք անձնաստող փաստաթղթի բնօրինակը։ Շնորհակալ։ Ինչ կարծիք են կողմերը, որպեսզի գործի քննությունը շարունակենք դատավորության մյուս մասնակիցների բացակայությամբ։ Հարգելի դատարան, իսկ որևէ դիրքորոշում կամ միջնորդություն չեն ներկայացրել պատշաճ ծանոթված, բայց բացակայող գործընկերները ինչ-որ պատճառ ունեցել են, ինքնուց դրա դիտարկեն։ Դատարանը գրություն է ստացել Սեթրակ Քոչյանի, Զարուհի Բադալյանի, Գայանե Քոչյանի, Վիգեն Չադինյանի ներկայացուցիչ փաստաբան Հարություն Հարությունյանից, որով վերջինս տեղեկացրել է, որ բացակայելու է 225-12-25-ից մինչև 30-12-25 թվականը, ինչից ելնելով օբյեկտիվորեն չի կարող ներկայանալ դատական նիստին եւ նա հայտնել է, որ բացակայելու ապացույց չի ներկայացնում, քանի որ այն օտար լեզվով է եւ կարծում է դատարանի նախագահությամբ այլ նիստերով իր խնդրանքը վերոնշյալ ամսաթվային միջի նշանակելը եւս պետք է կասկած չառաջացնի իր ՀՀ-ից բացակայելու վերաբերել եւ խնդրել է վերոնշյալ դատական նիստի տեղափոխել եւ նշանակել մեկ այլ հերթի։ Սա Հարությունյանի կողմից է։ Հարգելի դատարան, ըստ էության անկեղծ լինել իհարկե լիարժեք դատավարության մասնակից ենք հանդիսանում, բայց ես ներկայացնում եմ երրորդ անձին։ Իրավաբանական անձի ես դեպքում ավելի հստակ։ Գործընկերը Հարութ Հարությունյան ներկայացնում է հենց ավելի ինտենսիվ կարգավիճակ ունեցող գործընկերներին, պատասխանողներին, այդ իմաստով կարծում եմ, եթե որոշակիորեն նաև դիրքորոշում ներկայացրել է, ես օրինակ չէի առարկի, եթե դատարանը նպատակահարմար գտներ, հաշվառում որ իր մասնակցությունը ավելի կարևոր է ինչ-որ իմաստով նիստի ընթացքի տեսանկյունից, կարծում եմ նաև այցխորների գործողությունների տեսանկյունից ևս, ես կարծում եմ ելնելով նաև նրանց, որ ինքս էլ ճանաչում եմ Հարությունյան, վերջինիս բարեփոխությունը որևէ կերպ կասկածի տակ չի դնի, հարգելիության տեսանկյունից, այսպես շնորհակալություն։ Հարգելի դատարան, ես ևս միանում եմ Վարդանյանի դիրքորոշմանը, գտնելով, որ մրցակցային դատավարության լիարժեք ապահովման հենց շահից բխում է, որ պատասխանողների ներկայացուցիչը ներկայացնի, եւ այս իմաստով, եթե այլ առարկություններ չլինեն, սույն դատական նիստը տեղափոխենք մեկ Պարոն Հովհաննիսյան, Ինչքան գիտեմ, այս նիստը նշանակվել է դատական ակտի
Համայնք սարանով եւս գործընկերոջ է գտնում, որ բանավորությունը բարեփոխություն ցուցաբերել է այն դեպքում, ուղղակի պլանավորված այցելություն է ունեցել, դրա համար չի կարող ներկայացնել, բայց այդքան է ասում։ Ասեք բանավորություն։ Ես գտնում եմ, որ դատականիստը կարող է առնվազն կարճ ժամանակով շարունակվել, որովհետև այդ հապաղումամիջոցի փոփոխության միջնորդություն ունեմ, բուն դատավարական գործողությունների տեսակետից այլ դեպքում կարծում եմ գտնեի, որ պետք է դատականիստը շարունակվի խոշնդոչի, բայց հաշվի առնելով այն ունիկալ վիճակը, որում հայտնվել ենք, երբ որ երկու գործեր միացվել են եւ այդ միացման գործընթացի դատավարական գործողությունների մեջ ինձ համար առնվազն որ շեշտադրություն կա եւ ըստ էության մի գործով հիմնական պատասխանողի ներկայացուցիչն է, այն մեր գործը որ միացել է Սեդրակ Քոչարյանի թեմա է եղել միանալուց, այսինքն իր ներկայությունը կարծում եմ անհրաժեշտ է դատավարական այս փուլի գործողությունները քննարկելու համար։ Միևնույն ժամանակ դժվար դատականիստը անմիջապես չհետաձգել հնարավորություն տալ ներկայացնել հայցի հապաղումամիջոցի մասնակի փոփոխության միջնորդություն։ Շատ լավ։ Լսելով կողմերի դիրքորոշումները, դատարանը արձանագրում է, որ գործունեությունը կարող են շարունակել որոշակի դատավարական գործողություններ իրականացնելու նպատակով, միևնույն ժամանակ չզրկելով պարոն Հարությունյանին իր վստահողների շահերը պատշաճ իրականացնելու հնարավորությունից։ Ինչ կարծիք են կողմերը, որպեսզի այսօրվա դատական նիստը տեսանկարը հանի։ Պարոն Վարդևանյան։ Հարգելի դատարան, ես կրկին մի քիչ հղում կտամ նրան, որ երրորդ անձի ենք ամեն դեպքում ներկայացում, այդ իմաստով ավելի ուղենիշային կլիներ սկզբից լսել պատասխանողների դիրքորոշումը, պատասխանողի ներկայացուցիչների դիրքորոշումը։ Ըստ դրա մենք որոշակի իմաստով ոչ հատուկ առարկություն ունենք, ոչ միաժամանակ կողմենք մի քիչ չկողմնորոշված դատավարական դիրքորոշում ներկայացնում ենք դատականիստի Ձեր պատկերի մասով պարոն բոլոր ամբողջ ծավալով Իսկ եթե պարոն Վարդևանյանը ցանկանա, որ իր պատկերը երևա։ Դատականիստից հետո խնդրեմ Ուղղակի հարգելի դատան, եթե Օրբելյանի մեջ չի երևում Վարդևանյանի Երևանը ինքը Դատականիստից հետո կարող է լրատվամիջոցի տալասուդից ներկայացնել, բայց գտնում եմ, որ դատականիստի աշխատանքային միջավայր է, սա ինչքան էլ հետաքրքրություն լինի ամեն դեպքում խոսում են քաղաքացիական դատավարության կարգով կամբող գործերի մասին, ձայնագրման հնարավորություն ունի ԶԼՄ-ն եւ անպատասխանաբար մենք կարողանում ենք տեսանկարահանումը։ Եթե նման միջնորդություն չկար, եթե միջնորդություն լինի լուսանկարահանելու, սեր ժամանակ որ չխանվի աշխատանքային ռեժիմը, առարկություն չենք ունենա որոշ քանակի լուսանկարներ անելու։ Շատ լավ, պարոն Հովհաննիսյան, նույն դիրքորոշումը։ Ես առարկություն տեսանկարահանումը ամբողջ ծավալով։ Ես էլ միանալ գործընկերների Շատ լավ, երրորդ անձանց ներկայացուցիչները։ Ես իրական Շատ լավ, լսելով կողմերի դիրքորոշումները, հաշվելով դատականիստի տեսա եւ լուսանկարանում իրականացվում է կողմերի համաձայնությամբ դատարանի թույլտվությամբ նկատի ունենալով, որ դատավարության մասնակիցներից պատասխանողների եւ երրորդ անձանց համաձայնությունը առկա չէ, դատարանը որոշեց չթույլատրել այսօրվա նիստի տեսանկարահանումը, ձայնագրառումն իրականացվում է ընդհանուր կարգով եւ եթե լրատվական միջոցը ցանկանում են լուսանկարահանել, ինչպես պարոն Օրբելյանը նշեց, կարող է ինչ-որ լուսանկարներ իրականացնել, չխանգարելով եւ չխոչընդոտելով դատական նիստի բնականon ընթացքին։ Շատ լավ, շարունակենք։ Նախնական դատական նիստում լուծման ենթակահարցերի քննարկումը, միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ նոր դատավարության մասնակիցներ են ներգրավված, երևի թե հարցնեմ, բացակի միջնորդություն ներկայացնում են ներկայացուցիչները դատավորին, բացակի միջնորդություն։ Դες ինքը չունեմ, հարգելի դատարան։ Շատ լավ, ուրեմն անցնենք նախնական դատական նիստում լուծման ենթակա հարցերի քննարկմանը, մինչև բուն քննարկումը նախ ցանկանայի, որպեսզի կողմերը հայտնեն արդյոք կան այնպիսի միջնորդություններ, դիմումներ, որոնք որ ներկայացվել են գործի շրջանակներում, երկու գործերի շրջանակներում, որոնք որ հետաձգվել էին, չեն քննարկվել եւ դրանց պետք է անդրադարձ կատարենք արդեն հաշվի առնելով, որ սկսել ենք բնականon ընթացքը։ Պարոն Օրբելյան, պարոն Հովհաննիսյան, ձեր կողմից թե 0224 գործով, թե 0225 գործով։ Որևէ նման միջնորդություն, որովհետև այն միշտ գործով ենք երրորդ անձի ներկայացուցիչ ենք եւ Ռոբերտ Քոչարյանի մասնակից չէր դատավարության այն միշտ գործում ես ներկայացնում այս վարույթով, այնտեղ ներկայացնում ենք տարբեր գրուպներ, ես միջնորդություններ, որոնք չեն քննարկվել
որոնք ենթակա են քննարկման, ենթակա կլինեն առանձին քննարկման այս բանը չունենք, քանի որ իրականում իրավունքների տեսակետից ինձ համար բարձ չի երկու հայցերը, որպես ինչ են խմբել երկու զուգահեռ, թե իրար հետ մասնակիցը լավում են, դրա համար ես չեմ մտաբերում որևէ միջնորդություն, որը ներկայացված լինի եւ քննության ենթակա լինի, միևնույն ժամանակ ինչպես նշեցի, ունեմ միջնորդություն հայցի ապահովումը մասնակի վերացնելու, որը չեմ ներկայացնում, որը դատարանի թույլ տալու դեպքում կներկայացնում դատական նիստում, միևնույն ժամանակ դատավարական այս առնվազն ինձ համար բարձ չէ, գործընթացը եթե հասկանանք երկու հայցադիմների քննության ընթացակարգը ծավալ է, կոպիտ ասած մեկը մյուսին կլանումա, թե լրիվ զուգահեռ պետք է քննարկվի, դրանից հետո այլ միջնորդությունների անհրաժեշտության դեպքում կբարձրացնենք, ես չունեմ այս բանը միջնորդություն։ Շատ լավ, պարոն Հովհաննիսյան, ինչ-որ բան ունեք ապացուցել։ Շատ լավ, Տիկին Հարությունյան, Տիկին Տեր Թորոսյան, ճիշտ է նոր եք ներգրավել այս գործին, բայց կարող եք պատասխանել կամ պարզաբանել կողմին, ինչ ծավալով ենք շարունակելու գործի քննությունը։ Հարգելի դատարան, քանի որ ներկայացուցիչներ կան, ովքեր նոր են ներգրավել, այսինքն պարոն Սեդրակ Քոչարյանի եւ Զարուհի Բադալյանի առանձին գործով ներգրաված չեն եղել որպես պատասխանողների ներկայացուցիչներ, ես կարծում եմ կարող ենք գործի քննությունը շարունակել, ապահովելով նաեւ պարոն Հարությունյանի ներկայությունը, քանի որ վերջինս ներկա եղել եւ ըստ էության գործից տեղյակ է, եւ պետք է նշեմ նաեւ, որ հայցի առարկաների մասով ըստ էության պարոն Սեդրակ Քոչարյանի նկատմամբ այն նյութայնավական պահանջը եւ Զարուհի Բադալյանի ուղղված նյութայնավական պահանջը ըստ էության փաստական հանգամանքներով են ըստ էության տարբերվում, փաստական եւ իրավական հանգամանքներով, այսինքն հայցի առարկայի մասով որևէ փոփոխություն չկա, կարող ենք շարունակել։ Պարոն Աբելյան, հարց ունեք։ Արգել դատան ես ծավալի ձևակերպում փորձեմ վերաշարադրեմ, որպեսզի ավելի բան լինել, որտեղ պարզվում է երկու հայցերն են ամբողջ ծավալով տեխնիկապես քննարկում են մասնակի հրաժարվելու մասին չի խոսքը։ Ուղղակի հայցադիմումներից մեկը երբ որ պահանջները փորձում ենք համադրենք, պահանջների մասով համընկնումներ կան որոշակիորեն։ Երբ որ նայում ենք փաստական հանգամանքները, որոնք ներկայացված են երկու հայցերի միջև, կրկին որոշակի հակասություններ կամ համընկնումներ կան, էլի, այսինքն հիմա ուզում ենք հասկանանք այդ, ասենք պայմանական ասած մի հայցադիմում ներկայացված արարողորինի գույքի Ռոբերտ Քոչարյանը, մի հայցադիմում իրական շահառու Ռոբերտ Քոչարյանը, մեկում գրված այդ նույն գույքի մասով իրական շահառու Սեդրակ Քոչարյանն է։ Ակնհայտորեն իրար հակասող երկու փաստեր են, էլի, այսինքն մի դեպքում եղել է հայց ներկայացված Սեդրակ Քոչարյանի նկատմամբ, հիմք հանդիսացել քրեական գործը, որի շրջանակներում ներկայացված է եղել, որ Սեդրակ Քոչարյանը հանդիսանում է կոնկրետ գույքերի իրական շահառու, մեկ այլ հայցադիմումում այդ նույն գույքի ձեռքբերումը գնահատվել է որպես Ռոբերտ Քոչարյանի ոչ իրավաչափ կամ օրինական եկամուտներով չհաստատվող եկամուտով ձեռքբերված փաստացի սեփականատիրոջ գույք, բայց նույն գույքն է, այսինքն հիմա մենք որպեսզի կարողանանք հասկանանք պաշտպանելու ծավալը, փաստերը, որը պետք է հերքեն կամ հաստատենք, պետք է հասկանանք վերջի վերջո այս երկու հակասող փաստական պնդումները ոնց են լուծվում։ Ես իրականում լուծումը չունեմ, որովհետև ինձ համար մի քիչ ըստ էության այս ինստիտուտը բավականին նոր ու բացառապես սույն դատարանային բնորոշ ինստիտուտ է, որովհետև հակակոռուպցիոն փոփոխությունները, որը կատարվել է դատավարական օրենսգրքում, վերաբերվում է բացառապես հակակոռուպցիոն դատարանի վարույթում քննվող գործերին։ Այլ դատարաններում քննվող գործերի նկատմամբ այս ինստիտուտը կիրառելի չի առնվազն այս փոփոխում, չգիտենք հետագայում կիրառել չեն կիրառել։ Դրա համար մեր համար, իմ համար միևնույնն է շարունակում մնալ ոչ հստակ, որովհետև երբ որ վերջում եմ մի հայցը, կարդում եմ հայցադիմում հիմքում դրված փաստերը, հասկանում եմ, որ այդ հայցի հիմքում դրված փաստերի նկարագրից պնդում է կատարվում, որ տվյալ գույքի իրական սեփականատերը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանը, այդ մեկերին ինչ որ մենք պաշտպանում ենք նախ վարույթում միջև միացնել։ Հետո վերջում եմ մյուս հայցադիմումը, մյուս հայցադիմում այդ նույն գույքերն են, ամբողջությամբ չեմ մի մասն եմ ասում, որտեղ գրված է, որ դրանց իրական շահառուն Սեդրակ Քոչարյանն է։ Ընդ որում մի դեպքում գրված է, որ հիմքում Ռոբերտ Քոչարյանի եկամուտներով, մի դեպքում Սեդրակ Քոչարյանի, մի դեպքում միասնական, այսինքն մոտ առաջանում է ոնց որ պաշտպանվելու հնարավորություն սահմանափակում, որովհետև չգիտեմ ինչ հաստատել վստահորդի տեսակետից։ Այ իմ հարցադրումն է, թե հայցորը ինչ որ չափով պարզաբան է կամ ինչ որ դատավարական գործընթացով ցանկություն ունի այս հակասությունը ինչ որ ձևով լուծել, քննարկենք, եթե չէ, ես կխնդրեմ այդ դեպքում բուն
եթե ցանկություն չունի որևէ դատավարական գործողություն կատարելու, կխնդրեմ ուղղակի հետաձգել այս մասով քննարկել մնացած միջնորդությունները, մինչև մենք ավելի առարկայական հայցի առարկայի հիմքի պարզում գործողությանը վերադառնանք, ու այդ ժամանակ ես արդեն հատիկ-հատիկ ամեն մի հակասության մասով փորձեմ հարցի հիմք պարզել։ Շատ լավ, ձեր դիրքորոշումը պարզ է, Տիկին Հարությունյան, այս մասով ինչ կպատասխանեք։ Հարգելի դատարան, հարցադրումները, որոնք բարձրացնում է պարոն Աբելյան, իրականում վերաբերում է հայցի հիմքի եւ բազմանունված հարցադրումների հնչեցմանը։ Այսինքն բնական է, որ երկու գործեր միացվել են մեկ վարույթում, եւ դրանք պիտի քննարկվեն հաստատական հանգամանքները ըստ էության նույնական չեն եւ պիտի քննարկվեն առանձին, բայց եթե դրա հետ կապված կան հարցեր, օրինակ իրական շահառուների կապում եկամուտների հաշվին է ծախսագրումը կատարվել եւ ով է դիտարկվել իրական շահառուն, ես կարծում դրանք հարցադրումները, որոնք ուղղված են հայցի հիմքի եւ առարկայի պարզմանը, պետք է հնչեցնեն եւ դատախազությունը իհարկե կբարձրացվեն։ Լավ, Տիկին Հարությունյան, այսինքն դուք հստակեցման անհրաժեշտություն չեք տեսնում։ Այս բանը չեմ տեսնում։ Լավ, եւ եւս մեկ հարցադրում Սահմանադրական դատարանի որոշումից հետո ես ուղղակի չեմ մտաբերում, արդյոք դուք հստակեցրել եք նաեւ նպատակը։ Հարգելի դատարան, 90 դատախազի շրջանակներում պատրաստում ենք ներկայացնել համապատասխան միջնորդություններ, որը արդեն կբովանդակի նաեւ Սահմանադրական դատարանի 1076 որոշման պատասխանագրված մեկնաբանությունները, հաշվի առնելով իհարկե այն հանգամանքը, որ պարոն Հարությունյանը հարգելի պատճառով չի կարողացել ներկա գտնվել, պարոն Հարությունյանի համապատասխան միջնորդությունների օրինակները կարող ենք ուղարկել, փոստեն անդրագրելով ուղարկենք դատարանին, բայց կարծում եմ, որ սույն գործի սույն նիստի շրջանակներում ամենայն դեպս միջնորդությունները թեկուզ տեխնիկական առումով փոխանցվեն պատասխանողների ներկայացուցիչներին, որպեսզի հաջորդ արդեն դատական նիստի շրջանակներում կարողանան բովանդակային քննարկում ապահովել։ Ինչ միջնորդության մասն է խոսքը գնում Տիկին Տեր-Թևոսյան։ Հարգելի դատարան, խոսքը գնում է հայցի հիմքի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությանը, սա վերաբերում է այն գործին, որի պատասխանողներն են Ռոբերտ Քոչարյանը, Բելա Քոչարյանը, Սեթրա Քոչարյանը, Զարուհի Բադալյանը, Լևոն Քոչարյանը, Սիրանուշ Քոչարյանը, Գայանե Քոչարյանը, Վիգեն Շատինյանը։ Ներկայացնում եմ ընդամենը այս եթե պարոն Հարությունյանը ներկա չի, դրա համար բովանդակությունը չներկայացնեմ, հարգելի դատարան զուտ ընդհանուր նպատակով ներկայացնեմ կողմերին։ Տիկին Տեր-Թևոսյան, մինչև ներկայացնել եք, հիմա տեսեք, դուք նշում եք, որ սա վերաբերում է 0225 գործի նախկինում, բայց մենք հիմա ունենք միացված գործ, այսինքն հիմա դեռ ինչ միջնորդություն, որ դուք ներկայացնում եք, դա պետք է հասկանալ մեկ գործի շրջանակներում։ Հիմա եթե դատավարական տեսանկյունից, քանի որ, ինչպես պարոն Աբելյանը նշեց, սա նոր ինստիտուտ է ու որովհետեւ այդ դատարանում չկիրառվող, նաև որպեսզի բոլորիս համար հարմար լինի, արդյոք չեք նախատեսում, որպեսզի մեկ փաստաթղթի մեջ զետեղեք բոլոր փաստական հանգամանքները, որ մենք ունենանք մեկ փաստաթուղթ, որ ավելի հեշտ լինի դրանով աշխատելու, հետո ցանկացած փոփոխություն վերաբերի այդ մեկ փաստաթղթին, ոչ թե ասենք, որ սա այս մյուս հայցադիմումի, այս ինչ հիմքում պետք է փոփոխություն կատարել, սա այն մյուս հայցադիմում հաշվառնով, որ մենք մի գործ ենք արդեն քննում։ Սա ուղղակի զուտ առաջարկ, որպեսզի բոլորի համար ավելի հարմար լինի, հաշվառնով, որ գործի ծավալը բավականին մեծ է եւ ուրեմն գոնե հայցադիմի տեսանկյունից մենք ունենանք մեկ փաստաթուղթ, ասեք պարոն Այգետ դատան, այստեղ միայն մեկ փաստաթղթի խնդիրը չի, ես ուղղակի ուզում եմ նորից մատնանշել, այսինքն մենք չենք կարող ունենալ մի հատ տարբերակ, երբ որ ես ասեմ, այս գույքը փաստացիում ապատկանում, ասեն, այս ավանակ կիրառվելու եմ, այս փաստաթղթի ես ձևակերպում այն նշը մոռացեք։ Ասեմ, հետո ասեմ, այս գույքը ասի այս փաստաթղթի, ուղղակի ուզում եմ մի կետով կցիտեմ, ընդամենը մի կետով։ Խնդրի առարկան է, երկու հայցադիմումի մի կետի մի գույքն եմ ընդամենը կարդում, մնացածը չէ։ Սեթրա Քոչարյանից եւ Զարուհի Բադալյանից Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված, սակայն թվարկված գույքերը, իսկ ստորև թվարկված գույքերը, իսկ անհնարինության դեպքում դրանց միջին շուկայական objekտների չափով գումար, իսկ բազման դեպքում ձեռբերման գումար ու տրված է ինչ-որ հասցեք, նույն կոնկրետ հարցում։ Բացում եմ այստեղ գրած է Սեթրա Քոչարյանից եւ Զարուհի Բադալյանից Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել համատեղ կյանքի ընթացքում ձեռբերված, այսքան նույնն է, շարունակում եմ։ Սակայն օրենքի իմաստով Ռոբերտ Քոչարյանի պատկանող ստորև թվարկված գույքեր, որ այստեղ Ռոբերտ Քոչարյանը չկա, այստեղ Սեթրա Քոչարյանի վերլուծությունը ամենին Սեթրա Քոչարյանն է։ Հիմա արդյունքում առաջին կետի տակ նշված բանի հա Թումանյան փողոցի համապատասխան տունը նույն կադաստրային կոդով լրիվ նույնն է, մեկը մեկի նույն բանը։ Հիմա մենք արդյունքում ունենք երկու հայց, որտեղ առարկան նույնն է, նույն գույքի բռնագանձումն է, բայց մի դեպքում այդ գույքը բռնագանձվում է որպես այս մի փաստաթղթով։
Սեդրա Քոչարյանի, ենթադրաբար ոչ իրավաչափ որի հաստատի սեփականատերը հանդիսանում է Սեդրա Քոչարյանը, բան իրական շահառուն, այստեղ գրված է, որ այս նույնույթը իրական շահառուն հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանը։ Այս երկուսը ուղղակիորեն մեկը մյուսին բացառում է ինքնին, կամ չի բացառում, պետք է հիմնավորվի, եթե լավ հնարավոր տեսականորեն։ Հետևաբար այստեղ խոսքը գնում է ոչ միայն նրա մասին, որ ուղղակի ֆիզիկապես մի փաստաթղթի մեջ զետեղենք, որպեսզի հեշտ լինի, դա ինքնին կարևոր խնդիր է, այլ գնում է նրա մասին, որ մենք ինչ-որ ձևով պոտենցիալ այս հակասությունը հանենք, ընդ որում իրավաբանորեն այդ գործընթացը հենց պետք է քննարկման առարկա դառնա հնարավոր է թե չէ, բայց եթե դա հնարավոր է, պետք է փորձը արվի դա կատարվի, որտեղ հակառակ դեպքում ես ամեն անգամ որ ասեմ, լավ, այս գույքը փաստացիում է պատկանում, հայցորը չի կարած, այս անգամից ձեռը տալիս, այս մեկից վերցնեմ, այս անգամ այս մեկից վերցնեմ, որովհետև երկու զուգահեռ իրար հակասող փաստական հանգամանքներով հայցարարումների քննարկումը միևնույն դատավարության ընթացքում ինքնին զրկում ամենից որևէ ձևով պաշտպանվելու հնարավորությունից ողջամտորեն, էլի, այսինքն ինքը սա է այն խնդիրը, եթե սա ինչ-որ լուծման եղանակ տեսնում է հայցորը, կլինի հայցի ինչ-որ միջնորդություններ ներկայացնելու միջոցով մենք փորձենք այս հակասությունը, ես բերեցի ընդամենը մեկը, հակասությունները նմանատիպ բազմաթիվ կան ընդհանուր առմամբ, եւ դրա համար եթե հնարավոր է այս հակասությունները ինչ-որ ձևով լուծելու գործիք, եթե տեսնում է հայցորը ներկայացնում է, պլանավորում է, քննարկենք, եթե չէ, ֆիքսենք, որ չի պլանավորում այս հակասությունը քննարկել, այդ ժամանակ մենք ուրիշ միջնորդություններ ունենք, արդեն ընդունելով են փաստը, որ հայցորը հակասություն չի տեսնում եւ չի ցանկանում Տեսեք Հարգելի դատարան, օրենսդիրը ըստ քաղաքացիական դատավարության օրենսգիրքով սահմանել է գործերի միացման կարգ եւ թե ինչպես պետք է քննվի, թողնել է ըստ իրավակ իրար, այսինքն դրանք այդ հայցերը միացնելու, մեկ փաստաթղթի տեսքով ներկայացնելու հրամայական իրավակ իրարի վրա չի դրվել։ Հաշվի առնելով դատական պրակտիկան, այսինքն նախորդ ծախսեցող գույքի բռնականության գործերից մեկ այլ վարույթով ինչպես է քննվել եւ գործերը միացնել, հայցադիմները առանձին է ներկայացվել եւ ըստ էության քննությունները այդպես է ապահովել, հայցի հիմքը առարկան այդպես է պարզաբանվել եւ իրավասումանում է որևէ խոչընդոտ չի տեսնում, որ սույն գործի շրջանակներում եւս նույն պրակտիկան շարունակվի, ինչ վերաբերում է հակասությունների մասով, ապա ըստ էության հակասություն չկա, որովհետեւ նախ առաջնային պահանջը դիքի բնականոն բռնականացման պահանջն է ներկայացված դիքի տիտղոսային սեփականատիրոջ, տիտղոսային սեփականատիրոջ փոփոխություն ոչ 0224 եւ ոչ 0225 գործերով արկա չէ, հաշվարկի վերաբերյալ փոփոխություն եւս արկա չէ, իսկ ինչ վերաբերում է այլ հարցադրումներին, դրանք արդեն հայցի հիմքի եւ առարկայի բազմամոված հարցերի շրջանակներում իրավասու մարմինը հստակ կպատասխանի։ Արգելի դատարանը ժամանակը խնդրեմ ժամանակ տրամադրել։ Ես հասկացա, որ չեմ պլանավորում որևէ չեմ էլի մոնում վերջնական, բայց ինչ-որ ձևով ես արկա իրավիճակը փոխող ինչ-որ գործընթաց, հետևաբար կխնդրեմ ժամանակ տրամադրել, մնացած հարցերին անդրադառնանք, հայցի հիմքի առարկայի պատման գործողությունը հետաձգենք, որպեսզի մենք կարողանանք ինչ-որ ձևով այս հակասությունները հաղթարել։ Մենք իրականում ինչի չեմ պատրաստ այսօր պետք անելու, որովհետև ես ակնկալում եմ, որ պետք է ինչ-որ դատավարական գործընթացով փորձվի այս արկա հակասությունները հաղթվի, բայց եթե հայցորի դիրքորոշումը այն է, որ հաղթելու կարիք չկա, որովհետև ինքը հակասություններ չի տեսնում, տնօրինչականությունից է բխում հայցորի, կխնդրեմ դատավարական նախնական դատական նիստի այս առաջին հայցի առարկայի բարձում հարցերը դրանք հետաձգենք, սենց ժամկետով, որ մենք հնարավորություն ունենանք արդեն ավելի առարկայական հարցեր տալ, որպեսզի պարզվի ինչ չեն պաշտպանում։ Ասեք պարոն Հովհաննիսյան։ Մեզ մոտ այնպիսի տպավորություն է մնում, որ մեկ մարմին, դատախազություն, կատարել է գույքի ուսումնասիրություն, երկու ուսումնասիրություն նույն գույքերի, որտեղ անձի ուսումնասիրություն չկան, ապոնից ակումեցող գույքի բռնականացում ուսումնասիրություն են իրականացրել։ Գույքի երկու ուսումնասիրության արդյունքում նույն գույքի եկել են երկու տարբեր եզրահանգներ։ Մի ուսումնասիրությունով ասում իրական շահառուն մի անձը, մյուս ուսումնասիրությունով ասում իրական շահառուն մեկ այլ անձը։ Հիմա հայցերը մտուղան հաստատ մի հայցի մերժվում է, տենց ենք գնում հասկանամ, որտեղ դատական ծախսերի հարց ունենք մենք ներկայացնում։ Անկախ նրանից վերջում գույքը բռնականացվում է թե չէ, միևնույնն է, առանձին երկու հայցերից մեկը մերժվելու է, որտեղ փաստական հիմքերը տարբեր են։ Միտեղ ասում է իրական շահառուն ինքնադրամով է բռնականացում, միտեղ ասում է իրական շահառուն ինքնադրամով է բռնականացում։ Ակնհայտ է երկու տարբեր հայցերից մեկը, որովհետև վերջում մերժվելու։
Դա նաև դասագրեսի եւ այլ հնարավորություններ առաջարկում։ Կամ ինձ կարող արագացված դատաքննության իրականացնելու միջնորդությունը բերենք ինչ-որ բան, որտեղ ասում եմ, չի կարող լինել, բացենք հայցը, ասենք, քննարկում ենք, մենք գտնում ենք, հայցը փաստական ինքն է, իրական շահառուն ինքն է։ Պնդում ենք, բացեցինք այս հայցը, բացեցինք մյուս հայցը, չէ, իրական շահառուն ինքը չի ինքն է։ Դες չէ, այսինքն ակնհայտորեն մի մասը, բայց այս առարկան հետևաբար նշված առաջարկները ամեն դեպքում ես պնդում եմ մենք ընտրանքը հետաձգել դատավարական այս գործողությունը չկատարել, մենք հայցի առարկայի տիպարման համար նախապատրաստենք արդեն դարձել հասկանալով, որ երկուսը զուգահեռաբար միաժամանակ խմբող հայցադիմումներ են, հաստատքներ են հիմա ինչ կլինի, դա որտեղ բանա ու դրա շրջանակներում հարցերից հետո մենք ունենանք միջնորդություն, այդ թվում նաև գործընկերից մեկը նշեց արագացված առնվազն մի մասով, բայց հնարավոր է նաև այդ միջնորդություններ։ Ասեք, պարոն Մարտիրոսյան։ Շնորհակալ եմ Արգելի դատարան, շատ կարճ պարզապես ուզում եմ վերստին վերադառնալ այն հանգամանքին, որը ի սկզբանե նշեցի եւ կարծես թե հայցոր կողմն է դրա վերաբերյալ իր բովանդակության մեջ դիրքորոշման առարկություն չուներ։ Մենք ունենք գործընկեր, ով ամենից ինտեգրվածն է այս քաղաքացիական գործի մեջ, ով հարգելի պատճառով բացակայում է։ Հետևաբար ինչ որ իմաստով նույնիսկ այն հարցերը, որոնք բարձրաձայնում են, կրկին առաջնային կային ասել պատասխանողներից մեկը, նաև հարցադրումներ ներկայացնողներից մեկը հենց պարոն Հարությունյանն է, ով նաև ստացում է դատախազության դիրքորոշում, ևս հարգելի պատճառով բացակայում եւ այդ իմաստով ունենք հնարավորություն մեկ այլ հերթի նշանակել։ Շնորհակալ եմ։ Մենք ամեն դեպքում պարոն Վարդանյան, բովանդակային վարույթի քննարկում չենք կատարում այս փուլում, ընդհանրապես պարզապես ուզում ենք հասկանալ կարգը, ինչ կարգով առաջ շարժվենք եւ ինչ հերթականությամբ գործողությունները կատարենք։ Ամեն դեպքում նաև հայցորն նշեց, որ միջնորդությունը չի ներկայացնի բովանդակային առումով, նկատելով որ պարոն Հարությունյանը բացակայում է, բայց կտրամադրի կողմերին, որպեսզի ծանոթանան եւ որ արդեն պարոն Հարությունյանը լինի, այդ ժամանակ նոր արդեն կքննարկենք։ Ես կարծում եմ նույնիսկ այս հարցի հետ կապված է կարգի։ Դրանում էլ վստահաբար ինչի համար եմ ասում, որովհետև այո դատարանները իրավացիորեն ընդգծեց, որ սա կարծես թե ամենաառաջին գործն է, որը վերաբերում է միացմանը, այսպես ասած մի ինչ-որ հատուկ պրակտիկա չկա այս հարցի հետ կապված, եւ ինչ-որ իմաստով կարգն է կարելի ասել մեկնաբանված տիրույթում գտնվող։ Շնորհակալ եմ։ Շատ լավ, Տիկին Տեր-Թորոսյան, օրինակները կողմերին ներկայացրեք։ Ներկայացնեմ հարգելի դատարան։ Տրամսադատարանի օրինակը։ Օրինակը մեկ օրինակ կարող է պակասել, կարող է նիստիսկով պաճենահանակ դրամատը։ Պես մի հատ տվեք մենք պիտήσουμε։ Պարոն Օրբանյան, դատարանն արձանագրում է, որ ձեզ տրամադրվել է եւ պարոն Հովհաննիսյանին տրամադրվել է։ Նման խնդիր չեմ բացատրել։ Իսման դիրքորոշման շրջանակներում։ Սա ինչն է։ Սա այհարկե դատարան դա եւս միջնորդություն է հայցի առարկայի փոփոխության վերաբերյալ, որը կրկին չեմ ներկայացնում գործող դատական նիստին, այդ ծանոթանալուց հետո կողմերին նոր բովանդակային կներկայացնեմ, սա սահմանադրական դատարանի որոշման բազմագրված դիրքորոշման հետ առնչություն չունի, այդ հայցադիմում ներկայացնելուց հետո իրավասումանի կողմից ստացված լրացուցիչ տվյալների հիման վրա է փոփոխությունը դա տեղեկատվության առումով եւ ներկայացնեմ մյուս միջնորդությունը, որի պատասխանողներն են Սեփրատ Քոչարյանն եւ Զարավի Բադարյանը, սակայն օրինակացության եւ կողմերի օրինակները։ Երեք փաստաթուղթ։ Այո, երեք փաստաթուղթ են ներկայացվում։ Եվ մի դիտարկում անեմ ապրիլ դատարանի հետաքրքրતા պարոն Օրբելյանը նշեց, որ հակազդություններ կա, որ պարոն Սեփրատ Քոչարյանի գործով հայցադիմում որպես իրական շահառու Սեփրատ Քոչարյանն է մատնանշված։ Հարգելի պարոն Օրբելյան, հենց հայցադիմի 14-րդ էջը բովանդակում է մեկնաբանությունը, որ դուք իրական շահառուն հենց Ռոբերտ Քոչարյանն է եւ դա բաց պատճառաբանությունը, որ հաշվարկը առհասարակ չի տարբերվում, փաստական հանգամանքները այո տարբերվում են, որովհետև ուսումնասիրություն սկսելու հիմքերը տարբեր են, հանցագործությունները ոնց մեջ մեղադրվել են պարոն Ռոբերտ Քոչարյանը եւ պարոն Սեփրատ Քոչարյանը տարբեր են, այսինքն ըստ էության փաստական մասով որոշակի տարբերություններ կան, սակայն իրավասումների դիրքորոշումը իրավական գնահատականը կապված դեպքերի իրական շահառուներ լինելու մասով չի տարբերվում թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սեփրատ Քոչարյանի գործերը։ Շատ լավ, ուրեմն անցնենք պարոն Օրբելյան ձեր միջնորդությունների քննարկմանը։ Օրինակ,
Անկել դատարան քանի որ դեկտեմբերի 1-ին գույքարկի վճարման ժամանակահատվածն է, ըստ էության միջնորդության խնդրում Ռոբերտ Քոչարյանի դրամական միջոցներից նոր տվյալ դեպքում ավելի կոնկրետ պարտատոմսերի մի քանակը թույլ տալ մարվել է դրանք, դե գումարը ուղղել գույքահարկի վաճառքին։ Տրված է համապատասխանը։ Երկրորդ նկարագրել նմանատիպ ինքնություն ներկայացրել է 1 տարի առաջ, ներկայացված է քիչ գույքահարկի պարտավորության վերաբերյալ որտեղ պարտավորության չափը ներկայացված է ակնհայտության վճարում փոքր գումարը, բայց ամեն դեպքում ներկայացրել եմ եւ համապատասխանաբար մեր խնդրանքն է կիրառված ձևափոխել Իսահակովի փողոցի տարածքում գտնվող գույքահարկի պարտավորությունները կատարելու նպատակով շրջապատելու կողմերում պատասխանողի համապատասխան դեպով հաշվին հաշվառված արժեքավորնային պարտատոմսերի համապատասխան թվի վաճառքը, վաճառքի ստացված դոլարային պարտատոմսերին արտահայտված դրամական միջոցների, ինչպես նաև վերոհիշյալ արժեքավորնային պարտատոմսերի գծով վճարված արժեքավորը մոտավորապես դոլարի քանակն է նշված կոնվերտ կարգում, պատասխանողի ինչ $1000 խնայողական հաշվի փոխանցել է, այդ դրամը փոխարկել դրամի, դրանից էլ թույլ տալ վճարել գույքարկը։ Համարյա բառացի նույնը չի ինչ-որ անցած տարի, որովհետև այդ ժամանակ արժեքավորը վճարված չէր, բայց մոտավորապես տեխնիկական փոփոխություններ են։ Այս ամենությունը, այսինքն այս դրամական միջոցները ուղղելու են Երևան քաղաքի հանդեպ առկա գույքահարկի պարտավորության կատարմանը, որի վերջնագամկետը դեկտեմբերի 1-ն է։ Եթե բարիք կա ավելի մանրամասն ներկայացնեմ, նշեմ։ Հարցեր։ Ախորտական հայցերը չի աղորդում։ Հարգելի դատարան առաքում է ներկայացված միջնորդությանը, այն պատճառաբանությամբ, որ հայցի ապահովամիջոցի ձևափոխելու միջնորդությունը կարող է բավարարվել այն դեպքում, երբ որ պատասխանողի ներկայացուցիչները, այսինքն պատասխանողներն ըստ էության հիմնավորում են, որ ազատ դրամական միջոցները բացակայում են։ Ինչպես հայցադիմումը, այնպես հայցադիմումից ներկայացված ապացույցները ողջունում են տվյալներ այն մասին, որ պատասխանողները արտասահմանում ունեն հաշիվներ, արտասահմանում ունեն գույքեր, այսինքն համապատասխան հաշիվների վրա արգելանքներ իրավասու մարմնի կողմից չեն կիրառվել, այսինքն առկա են ազատ գումարային միջոցներ, որոնք հայցվորի կողմից չեն արգելադրվել։ Հետևաբար այդ գումարային միջոցները կարող են ուղղվել գույքահարկի վճարմանը։ Ստացվում է մի իրավիճակ, այսինքն եթե այս միջնորդությունը բավարարվի, ստացվում է մի իրավիճակ, որ պետության հանդեպ կա X պարտավորություն գույքահարկի վճարման մասով, սակայն պատասխանողները ցանկանում են այն գույքը, այն դրամական պահանջը, որը ապահոված ունեցող գույքի բռնագանձման մասին գործով ենթակա է բռնագանձման, այդ բռնագանձման ենթակա գույքի հաշվին կկատարվի այլ պարտավորություն, ընդ որում եթե դուք գույքահարկի գծով որոշակի պարտավորություններ չկատարեք, պետության լեգիտիմ ակնկալիքը այդ մասով ավելի կմեծանա, այսինքն դուրս տուգանքներ կբռնագանձվեն եւ գումարը կլինի ավելին, քան այս պահին առկա է։ Դուք չեք հաղթահարել ապացուցման այն շնորհիվ չկան ազատ դրամական միջոցներ, դրա մասին է խոսում հայցադիմի բովանդակությունը տարբեր արտասահման երկրներում 10-ից ավել երկրներում չարգելադրված բանկային հաշիվները։ Իսկ մենք ճիշտ հասկացա, որ ձեր պնդումը կայանում է նրանում, որ Ռոբերտ Քոչարյանը մնացած մարդկանց մասով ինչ չգիտեմ ինչ է պնդում, արտասահման 10 երկրում ունի չարգելադրված հաշիվներ։ Այո, Ռոբերտ Քոչարյանին արտասահմանում պատկանում են չարգելադրված հաշիվներ եւ այդ հաշիվների առկա գումարը կարող է փոխակերպվել դրամի եւ համապատասխանաբար գույքահարկի վճարման ուղղված պարտավորությունը կատարվել։ Առհասարակ, երբ գործում արկային տվյալներ են, որ պատասխանող ունի արտասահմանյան հաշիվներ, այդ արտասահմանյան հաշիվներին փոխանցվել են խոշոր դրամական միջոցներ, այդ հիմնավորումով, պատասխանող կողմը պետք է պարտականություն որոշակի ապացույցներով հիմնավորելու, որ այլ ազատ դրամական միջոցներ առկա չեն։ Այսինքն ըստ էության ինտերակտիվ դատարանի երեսի պրակտիկա արձանագրել է երկու այսպես կոչված ֆիլտր։ Առաջինը դա ազատ դրամական միջոցների բացակայությունն է, եւ հենց այս առումով նաեւ ինտերակտիվ դատարանը արձանագրել, որ անգամ հայցադիմում առկա տվյալների հիման վրա, առկա բանկային քաղաքների վերլուծության հիման վրա, դատարանը կարող է այն եզրահանգում գալ, որ եթե կան արտասահման հաշիվներ եւ դրանց փոխանցված մեծածավալ դրամական միջոցներ, եւ եթե դրանց չեն դրվում արտահայտել, ապա ազատ դրամական միջոցների
գործերի արտահայտությունը ամենազան կասկածի տակ է եւ չի կարող հիմնավորվել։ Եվ այս առումով այն գործն է, որ տեսնում ենք 10-յակ արտասահմանյան բանկային հաշիվների փոխանցումները, որոնք խոշոր եւ այս առումով այդ ֆիլտրը կարծում եմ որ հստակ չէ։ Հստակեցնեք Տիկին Հարություն ավելի կոնկրետ ինչ հաշիվների մասն է խոսքը գնում եւ նաեւ մնացորդների մասով ինչ գումարի մասն է խոսքը գնում, ինչքան գումար ունի պարոն Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանը։ Արտասահմանյան հաշիվների տեսնում փոխանցումները, ամբողջ բանկային խմբվածքները հասանելի չեն, որպեսզի տեսնենք ֆինանսավորները, բայց եթե հայցանենք որ թերթենք, տեսնենք որ բազմաթիվ փոխանցումներ կան արտասահմանյան հաշիվներին, բնականաբար ես հիմա ինձ մոտ առանձնացված չունեմ, որովհետև հուզդատական նիստի ստացածունի միջնորդությունը, բայց եթե հենց հայցանիները թերթենք, տեսնենք այդ փոխանցումների մասին տվյալներ, այդ թվում արտասահմանում գույքերի ձեռքբերում Մնացորդները Տիկին Հարություն կարող մնացորդների մնացորդները չեն կարող նշել, որովհետև ինչպես ասացի, արտասահմանյան բանկային հաշիվների դատախազությունը բնականաբար չի դիապետում, բայց դիապետում այն տվյալին, որ հսկայական դրամական հոսքեր են ուղղվել այդ դրամական հաշիվներին։ Եվ այս առումով ազատ դրամական միջոցների բացակայության հիմնավորման փաստը չի կարող ծույն միջնորդության շրջանակներում դրվել դատախազության վրա։ Ազատ դրամական միջոցների փաստը վկայակոչությունը պատասխանող կողմը եւ այդ առումով բնականաբար ապացույցները անպատասխան քաղաքացիներ պիտի հենց պատասխանողը կարծում ներկայացնեն։ Ես դատարան ոչ ճիշտ հասկանում եմ, ես հասկանում խոսքը գնում է Ռոբերտ Քոչարյանի անունով արկա հաշիվների մասին, թե ասենք են պնդումը, որ ինքը տես տարբեր հաշիվներ կայթել է իրան պատկանում այդ ենթադրության հիման վրա, որովհետև այս պահին կա հարկադիր կատարման ծառայության արգելանքները, որը դրված է պատասխանատար Ռոբերտ Քոչարյանը ունի պայմանական թոշակը, որը տանում է, որը ծախսում է, Ռոբերտ Քոչարյանը ունի տունը, որտեղ ապրում է, որը նույնպես գնահատագրված է, եւ եթե մենք նայում ենք հենց այս դիմումը, Ռոբերտ Քոչարյանի անվան վերանցված է մի տուն, բնականություն, մի անշարժ գույք։ Հիմա ես եթե մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ այսօր ասում է Ռոբերտ Քոչարյանն է պատկանում բազմաթիվ այլ անձանց ուրիշ գույքեր, գնացեք այդ գույքերից վճարեք, մենք էլ ասում ենք հարգել դատարան, այս փուլում մենք համաձայն չենք այդ փաստի հետ, ու միայն այն փաստը, որ հայցքորը պնդում է, որ ուրիշ անձանց գրանցված գույքերը պատկանում են ըստ իրենց Ռոբերտ Քոչարյանին, դեռևս բավարար չի առկա հարկային պարտավորությունը կատարելու համար, որովհետև ինչքան էլ մեծը լինի, փոքր լինի, դա կեցության ծախսերի տրամաբանության մեջ է, որովհետև գույքը հարկը պարտադիր վճարման գումար է, դա տենց չի, որ չես ուզում մի վճարի, ուզում ես վճարի, կարաս չվճարես, ինչ-որ ծառայություններ չես ստանա համենքից, այսինքն դա պարտադիր, անպայման նկատում ենք պայմանի զատ ֆինանսական պարտավորություն է կատարվում։ Հիմա եթե դրամական միջոցները փոխանցումներ է եղել է տարբեր դրամական միջոցներ, այո եւ ավելին Ռոբերտ Քոչարյանը արտասահմանի դրամական միջոցներ է ստացել, որովհետեւ հայկական համակարգի խորհրդի անդամ է եղել, աշխատել է կամ խորհրդի անդամ է եղել, աշխատել վարչապետել, այսինքն ծառայել է այդ մասով որպես խորհրդի անդամ եւ համապատասխանաբար ստացել է դրամական միջոցներ։ Բայց իր անունով արտասահմանում արկա մնացորդներով մեծ դրամական միջոցների մասին պնդումը առնվազն պետք է ինչ-որ նյութերով հիմնավորվի։ Եվ երկրորդ խնդիրը, ուզում եմ մի քիչ արտարականալ, եթե տեսականորեն ինքը նույնիսկ հաշիվներ ունենա, մեկ այլ չէ կարողանալու փոխանցել, որովհետև ցանկացած դրամական միջոց, որը կգա Հայաստանի իր որևէ հաշվին, այդտեղ ուղղակի արգելանքեր լինելու։ Անկախ ամեն ինչից, էլի չեմ ասում ունի, բայց եթե ընդունենք տեսականորեն նույնիսկ ինքը ունենալ արտասահմանում դրամական միջոցներ, չկա ընդհանրակարգ արտասահմանյան բանկային հաշվից պետական դուրքի կատարման ուղղված անմիջապես գործողություն անելու։ Այսինքն մենք հիմա ինչ ենք ասում, ասենք կա պարտատոմսեր, պարտատոմսի մի մասը թույլ տվեք վաճառենք կամ փոխարկենք դրամի, դոլարի, դոլարը սարքենք դրամ, վճարենք պետական դուրք։ Ընդ որում պարտատոմսերը կան, այո, ֆիքսում ենք։ Եվ արտասահմանում գտնվող այդ հաշիվների, երբ որ կլինի ըստ հայցորի, եթե կապացուցվի կլինի, կամ միջազգային համագործակցության շրջանակներում շուտ ձևով բռնագանձելու հնարավորությունն է, բայց մենք այս պահին գույքերի ցուցակում ուսումնասիրության մեջ Ռոբերտ Քոչարյանի անվան արտասահմանում բազմաթիվ հաշիվների մասին տեղեկատվություն ունենք։ Ես հիմա չեմ կարող եմ ինչ-որ հաշիվներ կա, որը համավերագրում է իրեն, ես չունեմ, ասենքն էլ ոնց որ ամբողջ աշխարհում թող չունենալու ապացուցման բեռը պրակտիկորեն անհնար է գրել։
Այսինքն ես գնում ամեն երկրով, կենտրոնական կենտրոնական բանկով կամ բանկերով ասանտարական տվեք, որ հաշիվ ունենք, այդպես ինքնորոշ։ Եվ հարգելի դատարան ամեն դեպքում այս մոտեցման փոփոխությունն էլ, անկախ ներկայացուցիչ փոփոխությունից նույնպես խնդրահարույց է, որովհետև նախկինում հայցվորը չի առարկել պետական պարտավորությունները կատարելու մասով որդինակը մասնակից վերացնելու միջնորդության դեմ, համաձայնություն է տվել եւ չի կարող հայցվորի դիրքորոշումը փոխվել բացառապես ներկայացուցիչ փոփոխությամբ, որովհետև դատախազությունը լինելով միասնական համակարգ, ըստ էության լեգիտիմ ակնկալիք է առաջացնում նաև այս դեպքում, որ եւ գույքահարը վճարելու հնարավորություն պետք է ունենանք։ Հակառակ դեպքում պատասխանում է տպավորություն, որ գույքահարը չվճարելու եւ դրա հետևանքները բերելու վրա հասնելու փորձ է արվում, հա չվճարենք, հետո տեսնենք թե գույքը դուրս գանք ավելանա եւ այլն։ Սա ամեն դեպքում եթե հայցորին ժամանակ է պետք որոշում ասելու համար չեմ առարկի, այսօր եմ ներկայացրել հայցը, բայց պետք է խնդրեմ այնպես անենք, որ եթե բավարարվի մենք հնարավորություն ունենք մինչև դեկտեմբերի 1-ը հարկադիր կատարողություն ունենք ժամանակ 15 ժամկետը ամեն դեպքում 3 շաբաթ է, բայց ծոչուգան պետք է նոյեմբերի ամենամենակարճ։ Հարգելի դատարան, եթե թույլ տաք ես դիրքորոշում շատ հակիրճ ներկայացնեմ, եւ եթե դատարանը թույլ տա ուղղակի մեկ հաշտության համաձայնության կնքման գործողություն ունենք անելու, լավ բանի համար մի փոքր շուտ դուրս կամ։ Ապարատակ ունեցող գույքի բռնականցման բարդի շրջանակը։ Չէ, բացարձակ, չէ, բաժնեբասի անվաճառ հաշտություն եւ այլ, սենց լավ բան ավելի։ Սա մի քիչ նեգատիվ բաղադրիչ ունի։ Հարգելի դատարան, ես կարծում եմ գործընկերս առավել քան հիմնավոր միջնորդություն ներկայացրեց։ Ես նաև տեսա հաճախ այս գործերով, ես իհարկե շատ չեմ մասնակցում, բայց երբ մի քիչ այդ թվերը մեծ են լինում միջնորդության, չափման միավորի տեսանկյունից, այնտեղ առարկության մտահոգությունը եւ այլ ավելի բարձր է լինում։ Ես տեսա այստեղ կարծես 23100 դրամի եւ 22 միլիոնի, բայց 23100-ն է կարելի, այսինքն այդ 23100 դրամ վճարելու համար գործընկերները առարկում են, իսկ բոլորիս ռեսուրսն է նույնիսկ ավելի ափսոս, էլի այդ իմաստով։ Այսինքն բոլոր դեպքերում գտնում եմ միջնորդությունը հիմնավոր է ենթակա է բավարարման, առավել ևս եթե գործընկերս ասում է, որ նախկինում նման դիրքորոշումներ եղել են, որ չեն էլ առարկել։ Հարգելի դատարան, ձեր դրությամբ կարող եմ դուրս գալ։ Մինչև ձեր դուրս գալը, պարոն Վարդևանյան, հաջորդ նիստի օրը պայմանավորվենք։ Մինչև նիստի օրը պայմանավորվելու հետ կապված Տիկին Հարությունյան, Տիկին Տեր-Թորոսյան, այս միջնորդության հետ կապված ժամկետ խնդրելու եք լրացուցիչ։ Ամեն դեպքում դատարանը ձեզնից պահանջելու է, որպեսզի ներկայացնեք կոնկրետ ապացույցներով, տեղադիրքով, որտեղ է գտնվում այդ ապացույցը, որին դուք հողում եք կատարում, եթե պատրաստ եք այսօր շատ լավ, եթե չէ դատարանը այդ հնարավորությունը ձեզ կտա։ Դրա համար հիմա հասկանամ մենք միջանկյալ նիստ անելու ենք, թե ոչ։ Կարծում հարգելի դատարան է դեպքում կարող միջանկյալ նիստ անել, որպեսզի մենք այդ ապացույցների տեղադրենք։ Շատ լավ, պարոն Վարդևանյան, ձեր ներկայությունը այս միջնորդության քննարկմանը դուք պարտադիր համարում եք, հաշվառնով, որ ըստ էության ձեր վստահորդի իրավունքներին չի առնչվում։ Պարտադիր չեմ համարում, բայց եթե օրը մեծ ստացվի, որ կարողանամ Այդ օրը ձեզ հետ չենք համաձայնացնի, ուրեմն հաջորդ դատական նիստը ըստ էության, որը որ այս գործշրջանակում կանենք, հաշվառնով, որ մենք նաև ունենք միջնորդություններ, 3 միջնորդություններ, պարոն Օրբելյան եւ մյուս դատավարության ներկայացուցիչներն ձեզ ինչքան ժամանակ է արել, որպես ծանոթանաք այս միջնորդություններին։ Հարգելի դատարան, ես միած խնդրեմ, մինչև այս միջնորդությունների բովանդակության անդրադառնալը մեզ 2-ից 3 շաբաթ պետք է լինելու 3 ավելի շատ, քան 2 մոտակա 2 շաբաթ ամենօրյա ռեժիմով 2 դատական նիստով դատարանի ցիկլ անկել։ Մենք խնդրելու ենք այս առարկայի նիստի պարզման գործողություն նոր այս միջնորդությունների քննարկումը։ Դա դատավարական կարգն է, այո։ Ուրեմն հաջորդ դատական նիստը ըստ էության նիստը դեկտեմբերի 16 ժամը 14:00-ից։ Մեկ վարքան։ Ստում եմ մենք այդ օրը Օրբելյանի տալիս։ 16-ը 3 շաբթի վրա եմ։ Ոնց որ առավոտյան մինչև ժամը 10-ը հետո դատական նիստ ունենք բավականին Դեկտեմբերի 19 ժամը 10:00-ից մինչև առաջին Եթե ասած կես հնարավոր լիներ հարգելի դատարան։ Ինչու՞։ Խցանումներից ելնելով։ 9-ին դուրս կգաք, պարոն Վարդևանյան։ Թող լինի 10-ը, ես 9-ին դուրս կգամ։
10-ին բոլորին հարմար է։ Իհարկե։ Շատ լավ, դուք ձեր մոտ պարոն Վարդևանյան ֆիքսեք, մենք դատական նիստը փակելուց ես նորից սրա մասին կարձանագրեմ։ Դուք ազատ եք, կարող եք գնալ։ Շնորհակալ եմ Արգելի դատարան։ Ներողություն Արգելի գործընկերներ, փոքր շփոթվեք։ Այս դատարան զուտ ինֆորմացիայի համար, այսինքն ախտաբանության վճարի մասով տենց գլոբալ քննարարույց չէ, քանի որ վերցրել են քաղաքապետարանից ամբողջ ծավալով, ոնց որ տվել էին ամբողջովը բերել, այսինքն 20 հազարի դրամը հնարավոր է նաև վճարել մեր լապտոպներից, զուտ ուղղակի ամբողջ պատետի մեջ է զուտ Շատ լավ, պարզ է։ Տիկին Հարության, Տիկին Տենթորյան, ձեր դիրքորոշումը կամ եթե ժամկետ եք ուզելու, ուրեմն Հարգելի դատարան, նախ նշան, որ իրավասում անիրված երբևիցե պաշտպանված չէ նախորդ ներկայացուցիչների կարծիքով, առհասարակ իրավասում անիրի դիրքորոշման փոփոխությունը պայմանավորված ինչպես գործընկերս նշեց հակակոռուպցիոն, լրակնիչ հակակոռուպցիոն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով արձանագրված մեկնաբանություններով, դա մեկ, երկրորդը բանկային շարժի վերաբերյալ հարգելի դատարան արտասահմանում գտնվող հաշիվների բանկային շարժի վերաբերյալ իրավասում մարմինը տեղեկատվություն չունի։ Մենք ունենք տեղեկատվություն, որ Ռոբերտ Քոչյանի եւ նրա փոխկապակցված անձանց արտասահմանում գտնվում են արտասահմանյան հաշիվներ ունեն վերջիններս, որովհետեւ վերջիններս սույն հաշիվներով Հայաստանի Հանրապետություն գտնվող հաշիվներով կատարել են իրենց արտասահմանյան Տիկին Տենթորյան, ընդհատեմ, խոսքը վերաբերում է, քանի որ այդ հարցը բարձրացվեց, նաև Ռոբերտ Քոչյանի գույքին է վերաբերում, Ռոբերտ Սեթրակի Քոչյանի անվամբ արտասահմանում հաշիվներ կան։ Այո, հարգելի դատարան, եթե լրացուցիչ տվյալներ են անհրաժեշտ, Այո, լրացուցիչ տվյալներ ու նաև ձեր հաշվարկի շրջանակում այդ հաշիվներում ինչքան գումար պետք է լինի մնացող։ Ինչքան գումար պետք է լինի մնացորդի մասով, հարգելի դատարանից նշեցի, որ իրավասում մարմինը շարժին չի տրամադրում։ Մենք կարող ենք հստակ նշել, որ արտասահմանում ունի հաշիվ, բայց այս բանը ինչքան է մնացորդը չենք կարող, որովհետև բանկային գաղտնիք արտասահմանյան երկրների չի տրամադրում իրավասում մարմինը։ Մնացորդի մասով տեղեկատվություն կարող է հենց պատասխանողը ներկայացնել իր արտասահմանյան հաշիվների վերաբերյալ ցույց տալ համար, օրինակ, որ զրոյական է եւ չկա առհասարակ մնացորդ ազատդրամական միջոցները բացակայում են։ Ինքնացել նաև ոչ մնացորդի, այլ շարժի, որովհետև բնականաբար եթե ներկայացվում է, եթե դատարանի կողմից պահանջում են այդ հաշիվների քաղվածքները, բազմապես մնացորդները, տրամաբանական է, որ պատասխանողը կարող է ցույց տալ, որ նրանք զրոյացված են։ Շարժն է կարևոր կարծում եմ, որպեսզի երևա, որտեղ են փոխանցվել գուցե այլ հաշվի, որը տվյալանձի անվան առկա է եւ այլն։ Բայց կարծում դեռևս այս միջնորդության քննարկումը պետք է ակնկալենք հաշվի առնելով, որ հայցքով կողմի նաև պատահեցիք, որոշակի ավելի հաստատված ապացույցներ են։ Այո, այն ինչը որ դուք պնդում եք։ Եվ միևնույն ժամանակ եթե թույլ կտաք նշվեց, որ արգելք նույնիսկ եթե Ռուսաստանի Դաշնություն նշեցիք այո հաշիվը առկա է, բայց նույնիսկ եթե դրամական միջոց լինի այդ հաշվի վրա կա արգելք ըստ էության, որովհետև եթե Ռոբերտ Քոչյանի ներպետական հաշվեհամարին փոխանցվի, ապա անմիջապես կարգելադրվի, եթե պարոն Քոչարյանը ունի այդպիսի ցանկություն գույքահարկել ժամանված պարտականությունը կատարելու, կարող է փոխկապակցված անձանց հաշիվներին փոխանցել անպատասխան գումարներ, որոնց վրա արգելանքներ կիրառված չեն եւ դա ողել այնուհետև գույքահարկի վճարում։ Ես դատարան բերեք sense անենք, ըստ հետաձգական, որովհետև այս մոտեցումները որևէ կերպ ընդունելի չեն, եթե պարոն Քոչարյանը արտասահմանում դրամական միջոց ունենալ եւ ցանկանա եւ դրամական միջոցներից վճարում կատարել, միջնորդությունը ստանալու է թույլ տալ արտասահմանյան դրամական միջոցներից այսքան գումար փոխանցել իր որևէ հայկական հաշվին եւ այդ գումարը վճարել։ Այսինքն փոխանցել ուրիշ մարդու, այդ ուրիշ մարդը գնա վճարի մոտեցումները ինքնին խնդրահարություն եւ ցանկալի չի, որ այդ ուղղությամբ նույնիսկ քննարկում պարզվաններ, ծավալու ձև կա, ասենք կարեն ինչ-որ մեկին կապիկ փոխտանած կապիկով փորձի գա գնա թաղապետարանում կապիկ վճարի, կետոր ասենք ամեն օր գնա 60,000 վճարի, դա էլ է տարբերակ։ Հիմա մեկ ռեալ իրավական մեթոդների մասին խոսում եւ ոչ թե ինչ-որ բան թաքցնելու կամ շրջանցելու։ Եթե ժամանակ ապեր խնդրեմ մի շաբաթ, երկու շաբաթ ինչքան բայց խնդրեմ շատ չէ, որ մենք էլ հասցնենք եթե դեռ ինչ-որ բան լինի։ Ասենք հիմա 28-ն է Մեկ է շատ կարևոր է, նախարարության ներկայացուցիչներին բանը կասեմ, թե չէ, պետք է մարմինը ունի կամերականության արգելքին պետք է հետևի եւ նպաստական հանգամանքների նկատմամբ չի կարող տարբերակված կամերական տարբերակված մոտեցում ցույց տալ։ Դրաբար նույնիսկ եթե դուք ապացույց եք բերում, մենք նաեւ հետեւյալ տեսանկյունից ենք ուզում հարցը բարձրացնել։ Եթե այդ նույն ապացույցները եղել են նախորդ միջնորդության քննարկման ժամանակ, եւ դա նախարարությունը դեպքել է որ նորմալ է որ միևնույնն է ռեպո հաշվից գումարները վճարվեն, չի կարող հիմա նույն փաստական հանգամանքի վերաբերել այն մոտեցումը ցույց տալ։ Եկել դատարան ամսի 6-ին առաջին կեսան, ամսի 6-ին ներողություն
կեսօրից հետո Պարոն Աբելյան, ամսի 6-7 7 առաջ կեսը։ հնարավոր չի, 11, մինչև 11 հնարավոր չի, 6 Ամսի 11-ին օրվա երկրորդ կես, 11-ին հնարավոր չի։ 12-ին շատ մեծ դատական նիստ ունենք, որը սկսելու է 10-ից կես վերջավորը պլանավորել է մինչև նախագահը պլանավորել է մինչև 18:00, գիտեմ ինչքան կդիմանանք։ 13 ամենամոտը։ Մոժանի։ 2-ին և 4-ին։ 2-ին և 4-ին, 12-անց կես, նոյեմբերի 13, 12-անց Մենք կես։ 10-ին և 11-ին հակակոռուպցիոն դատարանում ունենք երկունից չեմ անում նախագահության բաբետ, ամեն դեպքում կավարտենք, ոնց է չլինի մեզնից մեկը կմասնակցի։ 12-անց կես, նոյեմբերի 13-ին, որպեսզի շարունակենք այս միջնորդության քննարկումը։ Պարոն Աբելյան, այլ միջնորդություններ ունեիք, ապահովման վերացումների կապված, ուղղակի ասիք մի քանի միջնորդություն։ Մի հատ ուրիշ միջնորդություն կա, որը պարոն Հովհաննիսյանն ուներ իրականում կապված էր նաև ինչ-որ պատնետոցերի վարչապետի հետ կապված, բայց թույլ տալու, բայց դա միջև մենք չպարզենք այս ինչա իրար հետ գործընթացը, այդ միջնորդությունը չենք ներկայացնում, որտեղ խնդիր կա նաև ինչ-որ ընկերության բնական հաղորդություններն ապահովելու եւ խնդիր չունենալու, դեռ քոչարյանը պատրաստ համաձայնության են եկել բաժնետերերը վաճառք իրականացնի, բայց դա մենք հավելյալ գործընկերս կներկայացնի, երբ որ նախնական դատական նիստով նախատեսած գոնե գործողություն անենք, հասկանանք այս հայցերը ոնց են քննել, դրանից հետո դա կներկայացվի։ Կամ դրան զուգահեռ, այսպես ոչ գոնե մենք պարզենք այս εργասությունները հետո։ Լավ, ուրեմն միջնորդության քննարկման համար նոյեմբերի 13 ժամը 10:30 հարմար էր կողմերին։ Ուրեմն միջնորդության քննարկման համար հաջորդ դատական նիստը նշանակվում է նոյեմբերի 13-ի ժամը 10:30-ին։ Եթե այլ դատավարական գործողություն չունենք անելու, ուրեմն այս պահից ընդհատենք այսօրվա դատական նիստը և հաջորդ դատական նիստը, ըստ էության դատական նիստը, որը որ պարոն Վարդևանյանը ևս իր համաձայնությունը տվեց դեկտեմբերի 19-ի ժամը 10:00-ին։ Դատական նիստը հայտարարում եմ փակված։